Հարգելի գործընկերներ, 2024 թվականի ընթացքում համաձայն ներքին գործերի նախարարության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության դեպքերի 1,1%-ով նվազում եւ բացահայտման ցուցանիշի 3,4%-ով աճ։ 2024 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40232 դեպք, հիշեցնեմ 2023 թվականին 40666 դեպքեր, որոնցից 18397-ը, հիշեցնեմ 23 թվականին 20231-ն էր, կատարվել էր Երևանում։ 2023 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերը նվազել են 434-ով կամ, ինչպես արդեն նշեցի, 1,1%-ով։ 2024 թվականին նվազել են միջին ծանրության եւ ծանր հանցագործությունների դեպքերը։ Մասնավորապես միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 595-ով կամ 4,6%-ով։ Հիշեցնեմ 2023 թվականին արձանագրվել էր 12848 դեպք, 2024 թվականին 12253 դեպք։ Ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 598-ով կամ 9,8%-ով։ Հիշեցնեմ 23 թվականին 6116 դեպքեր, 2024 թվականին 5518։ Իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 422-ով կամ 25,1%-ով։ 2023 թվականին 1678 դեպք, 2024 թվականին 2100-ը։ 2024 թվականին 7,6%-ով աճել են դիտավորության պառողջությանը վնաս պատճառելու, 89,5%-ով մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները, 11,9%-ով սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, 111,4%-ով թմրամիջոցների մաքսանենգությունները, 9,9%-ով խարդախությունները, 25,1%-ով համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները։ 2024 թվականի ընթացքում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 7353 դեպք, 2023 թվականին 7138, աճը կազմում է 3%։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունների 7353 դեպքից 3007-ը կամ 40,9%-ը արձանագրվել է Երևան քաղաքում, 4346-ը կամ 59,1%-ը մարզերում։ 2024 թվականին արձանագրվել է սպանության դեպքերի աճ 8-ով կամ 14,5%-ով, հիշեցնեմ 23 թվականին 55 դեպքեր, 24 թվականին 63 դեպք։ Երևան քաղաքում սակայն սպանության դեպքերը նվազել են 7-ով կամ 32%-ով։ Սպանության փորձի դեպքերը 23 թվականի համեմատ նվազել են 4-ով կամ 66,2%-ով, 23 թվականին 65 դեպք ունեինք, 24 թվականին 61-ը։ Սպանության նախապատրաստության դեպքերը նվազել են 2-ով, 23 թվականին 4 դեպքեր, 24 թվականին 2-ը։ 24 թվականի ընթացքում 23-ի համեմատությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 149 դեպքով կամ 1,3%-ով նվազում։ 23 թվականին 11420 դեպք, 24 թվականին 11271-ը։ Իսկ Երևան քաղաքում դեպքերը նվազել են 298-ով կամ 4,3%-ով։ 2023 թվականին Երևանում արձանագրվել էր 6982 դեպք, 24 թվականին 6684-ը։ 24 թվականին նվազում է արձանագրվել ավազակության 7-ով կամ 9,2%-ով, կողոպուտի 22-ով կամ 14,9%-ով, գողության 478-ով կամ 7%-ով, բնակարանային գողությունների 9-ով կամ 1%-ով, վստահված գույքի հափշտակության 58 կամ 14,1% դեպքերով։ 2024 թվականին թմրամիջոցների հոգեմետ, հոգեներգործուն նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների արձանագրված դեպքերի թիվը 3639 է։ 23 թվականին դեպքերը ավելի շատ էին 5070-ը։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվը նվազել է 1431-ով կամ 28,2%-ով։ Ընդ որում, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը կազմել են 1910-ը, որը 2023 թվականին արձանագրված 2802 դեպքի համեմատ հանդիսանում է 892-ով կամ 31,8%-ով նվազում։ 24 թվականին 23-ի համեմատությամբ արձանագրվել է պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների 168 դեպքով կամ 3,6%-ով նվազում։ 23 թվականին 4704 դեպք, 24 թվականին 4536-ը։ 24 թվականին ավարտվել է 38058 քրեական վարույթ։
23 թվականին 33396 ավարտ է ունեցել նախաքննությունը, 11801-ը 13179 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 23 թվականին 8393-ը 10115 անձի վերաբերյալ ուղարկված են եղել դատարան, 24 թվականին ավարտվել է 4662-ով կամ 14%-ով ավելի քրեական վարույթ, քան 23 թվականին, որոնցից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 3408-ը, այստեղ խնդրեմ ձեր ուշադրությունը, կամ 40.6%-ով ավելի քրեական վարույթ, կարճվել է 1264-ով կամ 5.1%-ով ավելի քրեական վարույթ։ 2024 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթների 42.1%-ը քննվել է մինչև 2 ամիս, 21.5%-ը մինչև 4 ամիս, 15%-ը մինչև 6 ամիս, 11.9%-ը մինչև 1 տարի և 9.5%-ը 1 տարուց ավելի ժամկետներով։ Սրանք ավարտված քրեական վարույթների նախաքննական ժամկետներն էին։ 2024 թվականին ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն 389 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 42 միլիարդ դրամի վնաս։ Հիշեցնեմ, 23 թվականին վնասը 34 միլիարդ 300 միլիոն դրամ էր։ Նախաքննական մարմինների կողմից քննված քրեական վարույթներով 2024 թվականի ընթացքում արգելանք է դրվել 2 միլիարդ 658 միլիոն 771 հազար դրամ արժողությամբ գույքի և դրամական միջոցների վրա։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում, որ խոսքը 2024 թվականին կատարված արգելադրումների մասին է։ Եթե ձեզ ընդհանուր թիվը կհետաքրքրի, հարց ու պատասխանի ընթացքում կարող ենք անդրադառնալ։ 2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 9830 քրեական գործ, 10691 անձի վերաբերյալ, 2023 թվականին 5080 գործ, 5485 անձի վերաբերյալ, 2022 թվականին 3208 գործ, 3690 անձի վերաբերյալ, սրանք դատական ավարտներն էին։ Այսպիսով 2024 թվականի ընթացքում դատարաններում քննվել և ավարտվել է 4750-ով կամ 93.5%-ով ավելի գործ, քան 2023 թվականին։ Արդարացման դատավճիռներ են կայացվել դատարանում ավարտված գործերի 1.8%-ով։ 2024 թվականին դատարաններում քննված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասը կազմել է 6 միլիարդ 875 միլիոն 164 հազար դրամ, 23 թվականին 663 միլիոն 495 հազար դրամ։